նախորդ ուրբաթ օրներ, երբ ներողություն 5-շաբթի օրներ, երբ Նիկոլ Փաշինյանը իր մոտ էր հրավիրել եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, ամենայն հավանականությամբ այն 13 սրբազաններին, որոնք ստորագրել էին մի հայտարարություն, բայց այդ եպիսկոպոսներից միայն 8-ն էին իր մոտ գնացել եւ դա այսպես սոցցանցերում շատ բուռն քննարկվեց, քննադատվեց, միջև այն, որ նրան այդ սրբազաններին դավաճան անվանեցին եւ նույնիսկ կալանավայրից եղավ Միքայել եւ Բագրատ սրբազանների հայտարարությունը, որով նրանք կոչ էին անում կարգալույց անել այդ սրբազաններին։ Ամսի 10-ին եւ 12-ին եպիսկոպոսատ ժողով է լինելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Այսօր նաեւ տեղեկություն կար, որ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա եւ 2 օրից էլ լինելու է Ֆրանսիայում, Մարսել քաղաքում։ Ինչու նախ սրբազանները ընդունեցին Նիկոլ Փաշինյանի հրավերը, դա արդյոք նշանակում է, որ Փաշինյանին հաջողվում է պառակտել եկեղեցին եւ ո՞րն է Գարեգին երկրորդի անելիքը։ Ձեր հարցադրումը տարբեր շերտեր ունի, փորձենք սկսենք սկզբից։ Նախ գործող վարչապետի խնդիրը այդ սրբազանները չեն, ոչ էլ են իբրև խնդրահարույց վիճակները, որոնք կապված են եկեղեցու որոշ սրբազանների մասով տեսանյութերի եւ այլնի հետ եւ այդ ու նաեւ վեհապարի ազնական կյանքի ինչ որ դրվագների հետ, հա։ Խնդիրը այստեղ եկեղեցուն կոտրելն է եւ կներեք բառի համար սրբապղծելը, հեղինակազրկել։ Խնդիրը միայն հայաստանյան օրակարգով չի սահմանափակվում ամենևին, այստեղ կան նաև դրսի եւ արտերկրյա պատվիրատու շրջանակներ եւ խոսքը միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին չի ամենևին։ Խնդիրը նաև գլոբալ կրոնական հանրույթի առանձին այսպես շրջանակների, առանձին այսպես սուբյեկտների եւ այսպես թիմերի մասին է։ Հիշեցնեմ, որ հայոց առաքելական եկեղեցին ընդհանրապես առանձին կառույց է։ Քրիստոնեական եւ ընդհանուր բոլոր կրոնահավատքային բոլոր միավորներից ինքը տարբերվող կառույց է։ Այսինքն ինքնավար եւ ինքնիշխան կառույց։ Այսինքն նրանց նպատակն է ճնշել հայ-առաքելական եկեղեցին։ Անկասկած, ինչպես պետությունները գեոպոլիտիկայի շրջանակներում են այդպիսի process-ների մեջ, անեքսիոն ազդեցության տարբեր process-ների մեջ լինում, այդպես էլ նաեւ եկեղեցիներին միջև կա այսպես գաղափարական, արժեքաբանական, այդ թվում նաեւ այսպես ասֆալտի վրա դերակատար դառնալու եւ միմյանց նկատմամբ ազդեցության լծակներ ձեռք բերելու իրողություններ։ Հետեւաբար հոգեվոր հայրերը եւ մեր պարագայում հատկապես կաթողիկոսի դերակատարումը հայկական ինքնության, Հայաստանի եւ հայոց պատմության մեջ ինքը անգնահատելի մեծ է, այսինքն հաճախ մենք նաև պետք է շատ զգույշ խոսենք այդ ինստիտուտների մասին, որովհետև եկեղեցին ավելի երկար կյանք ու ժառանգություն ու արժեքաբանություն ունի, քան Հայաստանի իր քաղաքական բովանդակությամբ, պատմական բովանդակությամբ եւ այլն։ Ինչ վերաբերում է այն process-ին, ինչ որ տեղի է ունենում, գործող վարչապետը խաղ է խաղում, այդ սրբազաններին ամեն մեկի նկատմամբ որոշակի գործիքակազմ է օգտագործում, անձնական գործիքակազմ ճնշելու, անձնական կյանքի հետ կապված հանգամանքներ եւ այլն, համապատասխան կառույցները այդ գործիքներով այնպիսի առաջարկներ են անում, որոնցից նրանք ոչ միշտ է որ կարողանում են հրաժարվել, երբեմն կիսա այոների շրջանակում են աշխատում, այդ սրբազանները գնում են, կոտրվում են, այսպես ասած, գալիս են։ Իրենք պետք է հասկանան, որ իրենք ընդհանրապես գործիք են ու իրենց հետագայում այսպես անպետքության ցուցիչով իրենց դեր են նետելու։ Այսինքն իրանք առհասարակ մենակ են մնալու եւ ընդհանրապես կրոնի ու հավատքի էլեմենտը այստեղ այլևս դադարում է գոյություն ունենալ, որտեղ իրենք քաղաքական օրակարգի օգտագործման իր են դառնում, հա, ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայի եւ ընդդեմ հայ ժողովրդի առհասարակ եւ իհարկե քրիստոնեական արժեքաբանության։ Կաթողիկոսի հետ կապված ընդհանրապես գնահատականները միշտ պետք է զգույշ լինեն, ու կաթողիկոսը ինքը քաղաքացի չի, ինքը վերմարտկային հոգեվոր կատեգորիա է, ինստիտուտ է։ Հետևաբար ցանկացած քննարկումներ առհասարակ մենք հաճախ նաև իրավունք մեզ չպետք է վերապահենք, որովհետև հոգևոր դասը ինքը փակ հանրույթ է։ Հետևաբար այդ հոգևոր դասը կարող է հայտնվել տարբեր հարթակներում, տարբեր շրջանակներում, Շվեյցարիայում, Մարսելում եւ այլ վայրերում եւ որոշակի քննարկումների շրջանակ ապահովել։ Մենք պետք է հասկանանք, որ կաթողիկոսի եւ ինստիտուցիոնալ քրիստոնեական արժեքաբանությունը մեր համար ինքնության հարց է։ Այդ ինքնությունը սոսնձում է Հայաստան-Սփյուռք կապերը։ Այս ամեն ինչը հետևպես չի պլանավորվել։ Սփյուռքը կոտրելու համար եկեղեցին պիտի կոտրեին։ Եկեղեցին կոտրելու համար կամպրոմատներ էր տարբեր մարդկանց վրա։ Մի բարձաբանում անենք կաթողիկոսի հետ կապված այդ խնդրահարույց դրվագի մասով, միջև կաթողիկոս դառնալը պարտադիր չի, որ քահանան լինի կուսակրոն։ Այսինքն նրանք կարող են քաղաքացիական կամ, չգիտեմ, իրավունքի տեսանկյունից օրենքով ընտանիքներ ունենան, երեխաներ ունենան։ Հետագայում երբ որ կուսակրոնություն են ընդունում, այդ ամեն ինչից հրաժարվում են
ստանձնում են ուրիշ անուն, ուրիշ կյանք, ուրիշ արժեքաբանություն եւ ուրիշ սուբյեկտայնություն, հա։ Այդ պետք է առնվազն այսպես որպես լիգբեզ էլի, գրագիտության տեսանկյունից։ Հիմա գործող վարչապետը ֆանտաստիկ արդյունավետ մանիպուլացնում է ամեն գործիքները, սովորական քաղաքացիներին խաբելով, ստելով, որ իր մոտ սովորաբար լավ է ստացվում, ու ունենք այսպիսի վիճակ, բայց անկախ նրանից ինչով կավարտվի այս ամեն ինչը, ակնհայտ է, որ հայոց եկեղեցուն եւ քրիստոնեական հավատքին քաղաքացու աչքերում մեծագույն հարված է հասցվում, եւ դա նաեւ գործող վարչապետի արժեվ դրած խնդիր է, թե իր քաղաքական շահերի տեսանկյունից 26-ի ընտրություններ դրանից հետո, թե արտաքին դերակատարների տեսանկյունից։ Կարծում եմ այցերը հենց այնպես չեն լինելու եւ այդ այցերը նաեւ որոշակի այդ ժողովի նախերգանքն ներածական էլեմենտների հետ են կապված լինելու, կարծում եմ այնտեղ որոշակի շփումներ կլինեն տարբեր կրոնական հավատքային կառույցների հետ եւ ակնհայտ է, որ այստեղ որոշակի կաթողիկոսը շատ լավ հասկանում է, որ գործող վարչապետը առանց որոշակի դրթիչների եւ պատվիրատուների չի աշխատում։ Հետևաբար հավանաբար ինքը գերադասում է դեմ առ դեմ խոսել են շրջանակի հետ, ովքեր փորձում են անել են ինչ-որ այսօր հայ եկեղեցու դեմ իրականացվում։ Այսինքն ինքը իր պայքարն է մղում հանուն Հայաստանի, հանուն քրիստոնեության, առաքելական եկեղեցու եւ մեր հավատքի։ Պարոն Ղևոնդյան, երեք Նիկոլ Փաշինյանը, ավելի ճիշտ կառավարությունը պաշտոնական էջում կառավարության հրապարակվեց Արցախյան բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, դրանք 13 փաստաթուղթ էր եւ դա հաջորդեց այն գործընթացին, որ ԵՀԿ-ն հայտարարեց Մինսկի խումբը, այսինքն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը փակվեց։ Նախ ինչու այս շրջանում եւ նաեւ այսպիսի գնահատականներ կային, որ եթե ինչ կլիներ, եթե հրապարակվեր այդ 2019 թվականի հրապարակված փաստաթուղթը ԵՀԿ Մինսկի խմբի կողմից, որի մասին Նիկոլ Փաշինյանը միշտ հերքում էր, որ չի եղել այդպիսի փաստաթուղթ։ Դե ձեր գործող վարչապետը շատ հաճախ հերքում է կամ հաստատում է կամ պնդումներ է անում այնպիսի բաներ, որոնք մեղմ ասած իրականության հետ հաճախ չեն առանցում, այսինքն ուղղակի ստում է։ Ես նորություն ասած չեմ լինի, եթե այդ փաստաթուղթը հրապարակվեր եւ Արցախը հայկական կլիներ, որովհետեւ այս օրերին այդ քննարկումը հենց դրա մասին է, որ չէ լինի։ Նախ եկեք հիշենք։ Ոչ հեռուանցյալում, մասնավորապես ամիսներ առաջ Հայաստանի գործող վարչապետը ասեց կամ հարցազրույցի ֆորմատով էր, կամ ասուլիսի ֆորմատով։ Ասեց իմ հիմնական սխալը այն էր, որ ես 2018 թվականին պետք է ասեի, որ Արցախը ադրբեջանական է։ Հետևաբար կապ չունի ինչ առաջարկներ էին տալու։ Ինքը եկել էր այդ որոշմամբ, իրան բերել էին այդ որոշման համար։ Շատ մարդիկ այդ որոշման տակ չմնացին։ Երբ որ Հայաստանում հեղափոխություն էր բեմադրում, ես բարձրադաս չինովնիկներից մեկի հետ խոսեցի, առանձնազրույցի ժամանակ ասեց Արցախը հանձնելու համար են բերել։ Ակնհայտ էր այդ։ Հիմա այդ փաստաթղթերը հրապարակեց հիմա շատ այսպես այն իմաստով, որ եկեղեցու հետ կապված կա հանրային բավական սուր դժգոհություն ու այս փաստաթղթերի դաշտ գցելը նոր դիսկուրս է բերում Արցախի փաստաթղթերի հետ կապված նախագահների հետ բանավեճերի օրակարգ են այսօր ազգային ժողովում ինչ-որ տեքստեր են հնչեցնում, այլևս իմաստ չունի եւ այլն, ընդհանրապես իմաստ չունի, ում հետ բանավիճեն նախագահները, հարցադրում, ում հետ եւ ինչի մասին, երբ որ այդ մարդը ասում է, ես եկել եմ դրա համար, ես դեռ սկզբից պետք է դա ասեի, ինքն է ընդ որում այդ ամեն ինչը ընդունում, հետաբար այդ փաստաթղթերը ընդհանրապես տեխնիկական process էր, ինչ որ շրջանակների համար, ընդդիմադիր նաեւ, հա, հաստատելու այն իրենց պնդումները իրենք որ ունեին։ Այսինքն կար պնդում, որ եղել է փաստաթուղթ, այո, Լավրովի պլանի այսպես ասած մոդիֆիկացիաներ են, մեծ հաշվով այդ փաստաթղթերը իրանից շատ չեն տարբերվել մի շրջան, հա։ Ավելին ասեմ, շատ ավելի ծիծաղելի վիճակում հայտնվեց գործող վարչապետը, երբ որ այդ փաստաթղթերը ամբողջությամբ չհրապարակեց, հա։ Ավելին ասեմ, փաստաթղթերից մեկն էլ հայկական ժամանակի այսպես թերթային տարբերակի քսերքսեր կարծես թե, հա։ Որտեղ ժպիտ առաջացնում։ Այսինքն, եթե դու բանավեճի օրակարգով ես մտնում, միգուցե պետք է պատշաճ լինի, ավելին ասեմ, դրանք աշխատանքային փաստաթղթեր չեն, դա ուղղակի տվել են ինչ-որ մեկը հավաքել էր թղթի վրա, հա։ Եվ հիմնական հարցադրումը շատ կարևոր իդեպ բանակցային օրակարգի մի տարբերակ առաջարկ քիվեստը ուր էր։ Իր հիստերիկ, հիստերոիդալ էմոցիոնալ արձագանքը, պնդումը, որ դա Հայաստանում չի, հասկանում եք, մարդիկ ովքեր պետական կառավարման համակարգում, նախագահի աշխատակազմում կամ անվտանգության խորհրդում, արտգործնախարարությունում աշխատեն, իրենք հասկանում են, որ բանակցային օրակարգը առանձին գործեր են բացում արխիվներում,
մուտքեր ելքեր են առում, նա արխիվներում է պահպանվում։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ կառավարության ներքո չէ այդ Քիվեստի փաստաթուղթը։ Շատ պարզ, որովհետև Քիվեստի այդ տարբերակի կողմը, որին Ադրբեջանը չի համաձայնվել եւ որտեղ Հայաստանի շահերը բավական բարձր որակով սպասարկվել են, իդեպ Հեյդար Ալիևի, Հայր Ալիևի ժամանակ, իր համար խնդրահարույց մարդու ժամանակ է եղել, Հայաստանի երկրորդ նախագահի մասին է խոսքը, տրամաբանական է, չէ՞ որ չէր կարող եւ չպետք է հանրայնացներ։ Ինքն ակնհայտ է։ Ու այս ամեն ինչը հասկացող մարդու համար աբսուրդի թատրոն է։ Ակնհայտ է, որ արտգործնախարարությունում կա այդ փաստաթուղթը, որովհետև այդ փաստաթղթի վերաբերյալ կողմերը դիրքորոշումներ են հայտնել։ Հասկանում եք, միջնորդները եւ այլն, ամերիկյան կողմը, հայկական կողմը, այդ փաստաթուղթը մի օրինակով չի եղել, ունեցել է մոդիֆիկացիաներ, այսինքն փաստաթուղթը ոնց է ձևավորում, առաջարկ են անում կողմերը սկսում են այդ առաջարկի վերաբերյալ մոտեցումներ, հետո սկսում են մոտարկել այդ մոտեցումները, հետո առաջի հանդիպում, երկրորդ հանդիպում, հետո գնում են Քիվեստ, այնտեղ առանձին սկսում են աշխատել։ Այդ բոլոր թղթերը, որի տակ նաև երբեմն ստորագրություններ են լինում, արխիվացվում են։ Ինչ-որ մեկը ասում է Հայաստանի կառավարության տիրապետման տակ չի։ Դա իրեն ձեռնտու չէր հրապարակել, որովհետև իհարկե ձեռնտու չէր։ Իհարկե ձեռնտու չէ, ինչի մասն է խոսքը։ Ինքը իր հիմնական թիրախ էս ամբողջ process-ի մեջ դիտարկում է Հայաստանի երկրորդ նախագահին։ Իդեպ քարոզչական թեզերն են այդպեսին։ Նայեք, տեսեք, երբ ու ինչ փուլում են ակտիվանում իրանք։ Ինչ պիտակավոր եք, խնդիր չկա։ Բայց նայեք, տեսեք, երբ են ակտիվանում այդ այսպես հոտային քարոզչական ագրեսիվ, երբեմն հարցազրույցային ֆորմատով, երբ են սկսում այդպիսի այսպես կլինիկական զեղումներ ունենալ վարքային առումով։ Հիմնականում երկրորդ նախագահի հետ կապված ինչ-որ process-ում կներեք 2018 թվականին երկրորդ նախագահ չկար, ինքը քաղաքականությունից վաղուց դուրս էր եկել։ Ինչի եք հրեշներ փորձում ստեղծել ձեր համար, հասարակության համար ու փորձում եք պայքարել նրանց դեմ։ Միգուցե դա գիդրատակ կա, թե անձնական, թե գեոպոլիտիկ հանգամանք վստահորեն կա։ Եվ անդրադառնանք նաև ռուս-ամերիկյան բանակցություններին, երեկ Կրեմլում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, դեռ իհարկե շատ հայտարարություններ, շատ տեղեկատվություն այս մասին չկա, բայց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մի այսպիսի հայտարարություն է արել, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հասել փոխզիջման եւ խաղաղությունը ոչ մոտ է, ոչ էլ հեռու։ Պարոն Ղևոնդյան, ինչպես եք նախ դուք գնահատում այդ հանդիպումը, այդ բանակցությունները եւ ինչու այդ փոխզիջումը չկա, նորմալ է, որ չկա այսքան քիչ ժամանակահատվածում, այսինքն դեռ պետք է սպասել, որ օրինակ Թրամփի խաղաղության պլանը կիրագործվի։ Նախ բավական փակ են այն ինֆորմացիոն հոսքերը, որոնք ինչ-որ ինֆորմացիա են մեզ հասցնում այդ բանակցությունների հետ կապված։ Հաջորդ հանգամանքը իսկով ասած, որ իրենք պետք է հայտարարեն որոշակի առաջընթացի մասին, կարող են այսպես զուսպ ձևակերպմամբ հանդես գալ, որովհետև այնուամենայնիվ եվրոպական կողմը եւ Ուկրաինայի իշխանական կողմը ամեն առիթ բաց չեն թողելու, որպեսզի տորպեդահարեն անգամ այն բանակցությունները, որոնք հիմա գնում են։ Ինչի, որովհետև բանակցությունների կամ հնարավոր իրավիճակի փոփոխման պայմաններում առաջ են գալու հարցադրումներ կապված արևմտյան օգնության հասցեատերերի, այսինքն վերջին սկանդալները կապված կոռուպցիոն ռիսկերի բանի հետ կապված, իսկ դրանք ուր են գնում, գնում են Զելենսկու աշխատակազմ, որում գնում են հենց իր կաբինետ, այսպես ասենք, հա։ Իրենք շահագրգիռ չեն, այո, իհարկե շահագրգիռ չեն, բայց ճնշումները մեծ են ամերիկյան գործընկերների կողմից, իհարկե մեծ են։ Եվրոպացիները ցանկանում են, որ այդ պայմանավորվածությունը չլինի։ Մեծ հաշվով ավելի շատ այո, քան թե ոչ, հա, որ չլինեն պայմանավորվածությունները։ Ռուսները ավելի շատ ցանկանում են, որ լինեն, իհարկե ավելի շատ ցանկանում են, բայց հաղթողի դիրքերից են ցանկանում։ Հետևաբար այդ 28 կետի վերաբերյալ քննարկումները եւ ասել կա եղել է փոխզիջում թե չի եղել, բավական խնդրահարույց թե առհասարակ։ Առանձին կետերում իհարկե եղել են զիջումներ, փոխզիջումներ Ռուսաստանի կողմից չէ, Ուկրաինայի կողմից։ Ռուսաստանի կողմից եղել են փոխզիջումներ մի շարք էլեմենտների, մասը հիմնական ամենա այսպես խնդրահարույց եւ էմոցիոնալ առումով ներվ այսպես պահանջողը դա իհարկե տարածքային խնդիրներն են, այսինքն տարածքային զիջման հետ կապված խնդիրներն են, նաև կապված այն տարածքների հետ, որոնք Դոնբասյան հատվածում, որոնք մոտավորապես 20% է կարծեմ, որոնք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։ Ռուսները գրամ, մետր, կիլոմետր առաջ են գնում։ Այն աստիճան է Ռուսաստանը ռազմատեխնիկական համալիրը վերափոխվելու ծավալները մեծացրել, որ արդեն ռուսները առաջարկ են անում ՀԱՊԿ-ին։ Պատերազմող Ռուսաստանի Դաշնությունը զենքի առևտրի առաջարկ է անում կամ փոխանցման առաջարկ է անում ՀԱՊԿ-ին։
նշանակում է իրենք մեղմ ասած զենքի մասով խնդիր չունեն, իրենք առաջ են գնալու։ Վերջիվերջո ռուսական համառությունը կա, բայց իրականում սա եղբայրասպան պատերազմ է, եւ իրանք էլ չեն ցանկանում, որ դա շարունակվի, բայց իրականությունը քաղաքական այնպեսին է, որ Ուկրաինան գործիք է դարձել Ռուսաստանի դեմ, ռուսները նախահարցակ անվտանգության կոնցեպտի շրջանակներում փորձեն խնդիրը լուծել։ Թրամփն որպես միջնորդ։ Իսկ Թրամփի պարագայում սա բիզնես է իհարկե, եւ սա հեղինակության հետ է կապված, հա, որովհետեւ այնուամենայնիվ աշխարհը բաժանվում է, եւ այդ բաժանող հատվածներից մեկն էլ իհարկե Ռուսաստանի դաշտությունն է։ Եվրամիությունը որևէ ձև չի կարողանում ընդունի եւ առերեսվի այդ իրականության հետ։ Բայց այդ է փաստը։ Կարծում եմ ինչ-որ մի փուլ հետո էլի ինչ-որ բանակցություններ կընթանան, միգուցե ոչ միջնորդավորված, հա, այսպես հեռավար, բայց տպավորություն կա, որ որոշում ընդունել, որ պիտի գնան այդ այսպես հաշտության, խաղաղության, հրադադարի այդ ֆորմատի հաստատմանը։ Իդեպ այս տեսանկյունից Հայաստանի կառավարության վերջին վարկն էր բավական հետաքրքիր, մասնավորապես որ վերջերս արտահերթ նիստ գումարվեց ազգային ժողովում, Եվրամիության արտակարգ այսպես եւ ճգնաժամային կառավարման այսպես process-ների ռազմավարության հաստատման տեսանկյունից, Հայաստանի դրա միանալու տեսանկյունից։ Գիտեք դրա իմաստը որն է։ Որ Հայաստանում հասկանում են, որ միգուցե ուկրաինական ճգնաժամը կարգավորվելու է եւ այդտեղ իհարկե խաղապահներ են տեղակայվելու։ Ում խաղապահներն են տեղակայվելու։ Ես նկատեմ Ուկրաինայի կողմից։ Եվրամիությունը ամենայն հավանականությամբ ցանկություն չի ուներ իր խաղապահներին տանի։ Իսկ ինչու հայկական խաղապահներ չեն կարող լինել այնտեղ։ Չէ՞ որ գործող վարչապետը պետքա ինչ-որ ձև վճարի մի շարք հանգամանքների համար եւ երկրորդը 26-ի ընտրություններին, իսկ դրանք լինելու են վատ ընտրություններ, որպեսզի Եվրամիությունը լռի նաեւ։ Իսկ քանի որ հիմա լռում է, ինքը փորձում է ինչ-որ բան զիջի, չէ՞։ Այսինքն դա էլ է այդ ֆորմատի շրջանակը։